Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։ Բարև ձեզ, պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Կիվիրյան, Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան թոշակառուներին աչքալուսանք տվեց, նշելով, որ ապրիլի 1-ից սկսած թոշակներն ու նպաստները բարձրանում են։ Այս որոշման նախընտրական շարժառիթը բոլորիս է հասկանալի, բայց ինչ եք կարծում, էլեկտորալ պատկերի վրա սա որքանով կազդի, հատկապես երբ նույն Փաշինյանը մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ եթե թոշակները 10,000 դրամով բարձրացնեն, մարդիկ չեն իմանա սա ինչպես ծախսեն ու այս հայտարարությունը լուրջ դժգոհություններ առաջացրել նույն թոշակառուների մոտ։ Դե գիտեք ոնց է, ակնհայտ է, որ դա կազդի, հենց իշխանությունները օգտվելով նրանից, որ իրեն ձեռքն են լծակները, այո, իրականացնում են քայլեր, որպիսի, իրականության մեջ ասենց ասեմ, ակնհայտ է, որ սա ընտրական կաշառք է, բայց իրենց թույլատրելի է, իրենց հակառակորդներին թույլատրելի չի։ Ինչի իրենք թոշակների մասին չէին մտածում, ասենք անցած տարի, նախանցած տարի։ Երբ անգամ խոստացել էին, որ բարձրացնելու են։ Նայեք, նմանատիպ ակցիաներ իշխանությունները հիմնականում ինտենսիվ կերպով կատարում են, հենց որ դեմը ընտրություններ է։ Բայց նորից եմ կրկնում, իրականության մեջ ցանկացածի համար պարզ է, որ սա ընտրական կաշառքի ձև է։ Այս փուլում թիվ 1 ընդդիմադիր ուժը փաստացի Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունն է դարձել, բայց այս ուժի ներկայացուցիչների մոտ մենք մեծ ոգևորություն ենք նկատում, տպավորություն է ստեղծում, թե արդեն իսկ իշխանությունը վերցրել են, անգամ Facebook-ում օրերն են հաշվում, թե Նիկոլ Փաշինյանին քանի օր է մնացել կառավարելու։ Ձեր գնահատմամբ որքանով է այս ոգևորությունը արդարացված, քանի որ ես հիշում եմ 2021 թվականին նման հաշվարկ Հայաստան դաշինքի անդամներն էլ էին անում, սակայն թե ինչ տեղի ունեցավ հետո կարելի ասել շատ տխուր էր։ Դե նայեք, ընտրություններից առաջ ոգևորվելը դա ընդդիմության համար հին ավանդույթ է, մշտապես բոլոր ընդդիմադիրները ընտրություններից առաջ ոգևորվում են, իսկ ընտրություններից հետո կտրուկ տխրում։ Հիմա նայեք, ես մի քանի անգամ բացատրել եմ, մի անգամ էլ կրկնեմ, ունեն իրենք հնարավորություն վերցնելու իշխանությունը, իհարկե ունեն, որովհետև այդ ֆինանսական ահռելի ռեսուրսները, որ կա իրենց ձեռքում, ցանկացած հմուտ գործչի եթե տաս, ցանկացած երկրում ինքը կվերցնի իշխանությունը։ Օրինակ, Վրաստանում ունենալով մոտավորապես նման ֆինանսական ռեսուրսներ, Բիձինա Իվանիշվիլին կարողացավ վերցնել իշխանություն, բայց Իրանից առաջ ունեցած էլի եղել է միլիարդատեր, որը ուներ այդ հնարավորությունները, բայց գնաց գերեզման Վրաստանում, մասնավորապես խոսքը գնում է Բադրի Պատարկացիշվիլու մասին։ Հիմա այստեղ ռեսուրսները կան, թե կկարողանան, թե չեն կարողանա, արդեն կախված է գրագետ աշխատանքներ։ Միմիայն իրանցից է կախված, իրենց քաղաքական հմտություններից։ Դա, իրեք ոնց է, հմտությունը դա ոգևորությունը չի։ Դու կարաս ընդհանրապես չոգևորվել, դու կարաս ոչինչ չասել, բայց դու կարաս վերցնել իշխանությունը։ Հիմա կկարողանան, թե չեն կարողանա, այս պահի դրությամբ ես նման, այսպես ասած, իրական ոգևորություն չեմ տեսնում։ Ոգևորության պատճառ որ ունենա։ Դե ասեմ ինչի չեմ տեսնում, սրա մասին բազմաթիվ անգամ բացատրել եմ, էլի կրկնեմ։ Հայաստանում եւ ցանկացած երկրում կա իշխանություն վերցնելու 3 ճանապարհ. ընտրություն, հեղաշրջում, հեղափոխություն։ Հեղաշրջումը դա լինում է հիմնականում իշխանության ներսում, դրա հետ ընդդիմությունը հիմնականում կապ չի ունենում, մնում է ընտրություն կամ հեղափոխություն, կամ դրանց կարա ինչ-որ սինտեզավորված ձևը լինի։ Այո, ընտրությունները երբ վերածվում են հեղափոխության, օրինակ նայեք, Բիձինա Իվանիշվիլին ինքը չարեց հեղափոխություն, բայց ինքը իրականացրեց բավականին լուրջ հեղափոխության սպառնալիք։ Դու էլ կարաս դա անել։ Այսինքն դա է հենց որ ասում եմ սինտեզավորված ձևը։ Զուտ հույսը դնել ընտրությունների վրա Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր մինչ օրս երբեք չի եղել նախադեպ, որ ընդդիմությունը կարողանա ընտրություններով վերցնել իշխանություն։ Իսկ ինչ եք կարծում, այս սցենարը իրենք դիտարկում են, հաշվի առնում են այս հնարավորությունը, որ այսպես անեն։ Գիտեք ոնց է, ես ծանոթ չեմ իրենց եւ իրենց այսպես ասած գործերին։ Հեղափոխություն անողն էլ, ասենց ասեմ, դրա մասին նախորոք երբեք չի հայտարարում։ Եթե դա իրական հեղափոխություն է, այլ ոչ թե իրեք ոնց է բան են, ինչա կոչվում, իշխանության հանձնում ոնց որ եղել է 2018 թվականին։
Եթե դա իրական հեղափոխություն է, ոչ մի հեղափոխական գործիչ նախորդ դրա մասին չի հայտարարի, որովհետև դա կնշանակի իշխանություններին տալ կարտ բլանշ ավելի կտրուկ գործողություններ կատարել իրենց դեմ։ Եվ դուք ձեր խոսքում ռեսուրսների խնդիրն եք ընդգծում, նշելով, որ այս ընդդիմությունը ունի այդ ռեսուրսները եւ գրագետ աշխատանքի դեպքում կարող է դա իրականացնել, եթե մինչեւ այս պահը դա տեղի չի ունեցել, սա ինչպես կարող ենք մեկնաբանել, իրենք չեն ցանկացել դա անել, թե չեն կարողացել անել, ձեր համոզմամբ որ տարբերակի հետ մենք այս դեպքում գործ ունենք։ Ես չեմ բացառում, որ երկուսը միասին։ Նայեք, ռեսուրսը ֆինանսական եւ այլ ռեսուրսները շատ կարեւոր են։ Ուրեմն անգամ ամենահայտնի պատմության մեջ հեղափոխական Լենինը կարողացավ հեղափոխություն անել, հենց որ գերմանական գենշտաբից ստացավ բավականին մեծ գումարներ։ Փաստորեն ինքը հեղափոխություն արեց գերմանական փողերով։ Որովհետև այո, այդ գործողությունների մեջ ծախսերը բավականին շատ են։ Ցանկացած երկրում ով արել է հեղափոխություն, այո, իրեն պետք են եղել ֆինանսական ռեսուրսներ, կամ ինքը այս կամ այն ձևով հայթայթել է, կամ դա եղել են իրենց ռեսուրսները։ Մասնավորապես նորից վերհիշենք Բիձինա Իվանիշվիլին, որը այո, նորից եմ ասում, դա հեղափոխություն չարեց, բայց հեղափոխության սպառնալիքը, այսինքն բոլոր մեխանիզմները ինքը գործի էր դրել։ Ցույց տալով իշխանությանը, որ եթե իրենք չհանձնվեն, ապա կլինի շատ դաժան բաներ։ Հիմա կոնկրետ այս մարդկանց կապակցությամբ, գիտես ոնց է, ես նորից եմ ասում, ծանոթ չեմ ոչ իրենց հմտություններին, ոչ իրենց ծրագրերին։ Բայց այսօրվա դրությամբ իմ համար երևում է, որ այս մարդիկ հավանաբար հույսը դրել են միմիայն ընտրությունների վրա։ Աստված տա ես սխալվեմ, որովհետև ընտրություններով իրենց լավագույն դեպքում, անգամ եթե իրենց գրանցեն, որովհետև դեռ հարցը կարող է իրենց չգրանցեն, եւ իրենք իրանց այսպես ասած գործողությունները անեն հենց այդ ժամանակվանից սկսած։ Այսինքն պետք է նաև պլան B ունենան։ Իրանք ոչ միայն պլան A, B, իրանք պլան C, D եւ այլ ունենան, որովհետեւ ամենաառաջի քայլը որ կարող է իրանք ընտրությունների չհասնեն, իրանք ուղակի չգրանցեն։ Այդ սպառնալիքը ակնհայտորեն ուրեմն իշխանության կվադրոբերների կողմից հնչում է։ Ամիսներ շարունակ։ Արդյոք իրենք քննարկել են դա։ Արդյոք այո, իրանք ունեն ծրագիր, որ եթե իրանք ընդհանրապես չգրանցեն, բայց եթե իրենց պատկերացնենք, որ գրանցեն եւ իրենք զուտ մասնակցեն ընտրությունների, իրենք մոտավորապես կկրկնեն 2021 թվականին Հայաստան դաշինքի ճակատագիրը։ Մասնավորապես այն ժամանակ Հայաստան դաշինքը ստացավ այդքան ձայն, որովհետեւ ոչ թե մարդիկ ընտրում էին իրենց, այլ մարդիկ մերժում էին Նիկոլին։ Առավելագույնը իրան ձայները այնտեղ կարող է մի 10% կազմել, 90%-ը դա գալիս է թիվ 1 ընդդիմադրին։ Օրինակ, այս ընտրություններով եթե ուրեմն պատկերացրեք գրանցեն եւ ուրեմն այդ մեր ձևովը լինի թիվ 1 ընդդիմադիրը, ապա մեխանիկորեն այդ ձայները կստանա ինքը։ Եվ եթե գնա այդ նույն սցենարով կլինեն թիվ 1 ընդդիմադիր ազգային ժողովում։ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն կա աշխատել։ Դե գլոբալ առումով ընդ որում շատ ավելի, գիտեք ոնց է, նայեք, իրանց թիմը այսօրվա դրությամբ համալրված է բավականին անփորձ երիտասարդներով։ Պատկերացրեք այս մասսան գնա ազգային ժողով։ Այս մասսայի ֆոնին Նիկոլի կվադրոբերները քաղաքական հանճարներ կերևում։ Սա ցավով եմ նշում, բայց դա փաստ է։ Ունենք այն, ինչ ունենք։ Հա։ Դուք պատկերացրեք, այս մարդիկ, որոնք վերջի մի ամսվա մեջ, ասենք, հա ինչ որ եթե լռեին ավելի լավ դիրքերում կլինեն, քան երբ խոսում են։ Ժամանակ առ ժամանակ իրանց խոսալը ինչ որ լապսերի է բերում, չէ՞, օրինակ այն վերջինը Գյումրու հետ կապված եւ այլն։ Այո։
Հա։ Դե հիմա Հայտնի պատկերացրեք, նախարարություն։ նայեք, պատկերացրեք այս անփորձ երիտասարդները հայտնվում են ազգային ժողովում։ Օրինակ նայեք, դու դա կարաս այդ ռիսկին գնալ, եթե դու 100%-ով վստահ ես, որ դու մեծամասնություն ես լինելու ու իշխանություն։ Այդ ժամանակ դու կարաս համալրել նման ձևով եւ անցկացնես։ Բայց որպես թիվ 1 ընդդիմադիր այնտեղ հայտնվել, ասում եմ Նիկոլի ուսապարկերը սրանց այդ անփորձների ֆոնին իրանց զգալու են։ Ընդ որում ես չեմ բացառում, որ Նիկոլենք հենց այս սցենարով էլ գրանցեն իրանց, որպեսզի մի 5 տարի էլ ասեն էսա ձեր ընդդիմությունը։ Իրենց սրտի ընդդիմությունը ունեն անկարգին։ Իսկ Հայաստան դաշինքի շանսերը այս ընտրություններում ինչպես է գնահատում պարոն Կիվիդյան։ Բավականին մշուշոտ, եթե գրանցեն մեր ձևովին։ Եթե չգրանցեն ու իրանք մնան թիվ 1 ընդդիմադիր, էլի այն ասում իներցիայով կստանան ինչ-որ բան, բայց այլ պարագայում բավականին բարդ է իրանց լինելու։ Այդ թվում շեմը հաղթահարել է։ Գիտեք, կուսակցական շեմ հաղթահարելը մի բան է, դաշինքի շեմը ավելի բարձր է, այո, կարող է բավականին բարդ լինել, նաև անգամ դա։ Եվ ակնհայտ է, որ ընդդիմությունը համապետական մակարդակում Գյումրիի մոդելն է փորձելու կիրառել, իշխանությունն էլ է հայտարարում այս մասին, իրենք ընդդիմադիրները եւս չեն թաքցնում, որ մտադիր են այս մոդելով առաջնորդվել։ Ինչ եք կարծում, ուժերի այս դասավորվածության դեպքում դա որքանով կհաջողվի իրականացնել, հատկապես երբ ԿՊ-ում էլ ձեռքները ծալած նստած չեն, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն էլ հիշում ենք, որ ընտրություններից հետո նախկին նախագահ եւ օլիգարխ չենք տեսնելու քաղաքացիական։ Նայեք, գիտեք, իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ եղել են իշխանության մեջ, իրանց մոտ ինչ-որ ամնեզիա է առաջացել եւ իրանք մտածում են, որ հիմա իրենք որպես ընդդիմադիր մասնակցելու են ոչ թե հայաստանյան ընտրություններին, այլ ասենք Շվեյցարիայի ընտրությունների, Շվեդիայի ընտրությունների, Նորվեգիայի ընտրությունների։ Ասենք մարդիկ 30 տարի լինելով իշխանություն, իրանք կարողացել են նկարել թվեր։ Իսկ ինչի են իրանք մտածում, կամ դա միթե իրանք մտածում են, որ Նիկոլը իրանցից բարոյական է։ Ինչ կոմպլիմենտ է Նիկոլի։ Գուցե հավատում են Փաշինյանին հայտարարությանը, որ չէ կերծում դա գիտեք ոնց է, դե եթե հավատում են, ուրեմն ամնեզիային ավելանում է քաղաքական մանկամտությունը։ Դա իրոք, եթե իրանք հավատում են, որ Նիկոլը չի կեղծելու, դա մի հզորագույն կոմպլիմենտ է իրանց կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նայեք, հենց որ տեղական ընտրություններ են, իշխանության համար դա մի արժեք ունի։ Հենց որ համապետական ընտրություններ են, որից կախված է իրենց ճակատագիրը։ Նայեք, Գյումրու, Վանաձորի, Գորիսի, Ղափանի ընտրություններից գլոբալ առումով իշխանության ճակատագիրը կախված չի։ Ով էլ ընտրվի իրենց հետ աշխատելու է։ Այո, ընդ որում բոլորի դեմն է, ասենք Սյունիքի քաղաքապետների վարքագիծը, ոնց իրանց մի մասը մոլի ընդդիմադիրներից ժամանակի ընթացքում վերածվեցին ոչ թե Նիկոլի, այլ Նիկոլի են ներքևի շարմուտկեքի սրտի ընկերներ դառան։ Հանում եք։ Դա բոլորի աչքի դեմն է։ Այսինքն տեղական ինքնակառավարման ընտրությունները, որը չի սպառնում իշխանությանը, ինքը կարա, այսպես ասած, նաև չնկարել։ Առավել ևս դրանից հետո ինքը տեսնում ենք աշխատացնում է ինչ մեխանիզմներ, ճիշտ է։ Գյումրու քաղաքապետը որտեղ է, բանտում է։ Անում եք։ Հիմա իսկ համապետական ընտրությունները իրանց համար լինել չլինելու հարց է։ Ինչա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն հասկանում, որ եթե պարտվեն, իրանց հետ ինչա կատարվելու։
Հասկանում են, չէ՞։ Եվ ոչ մեկ իրենց Բա ինչա, անվտանգության խելապակաս չի են, որ սկուտերի վրա հանձնեն իշխանությունը։ Դա իրոք ինչ մանկամտություն է։ Միմիայն ինքնապաշտպանական բնազդը իրանց բավարար է, որպեսզի իրանք ամեն ինչ անեն։ Ես վերջի իմ հարցազրույցում բան ձևով, այսպես գեղարվեստական ձևով բացատրեցի, որ այդ մարդիկ մարդ կուտեն հանուն իշխանության։ Իրանց ընտանիքների, իրանց գերդաստաների լինել չլինելու հարցն է դրված սեղանին։ Ու ինչա, այս ընդդիմությունը հավատում է, որ սա գիտեք ոնց ասենց հանձնելու է, ասի գիտեք, ընտրվել ես մի հատ էլ այսպես ասած պաճ-պռոշտի լինի, շնորհավոր է, ասի դե ես գնացի, չէ՞։ Եկեք ինձ դատեք։ Հա, լավագույն դեպքում եկեք ինձ դատեք։ Պարոն Կիվիրյան, երեք նաև հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում հիբրիդային արագ արձագանքման խումբ ձևավորել, որը թույլ կտա ընտրություններում ռուսական միջամտությունից խուսափել։ Եթե փակագծերը բացենք, ինչ է սա նշանակում, ինչպես են Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը չեզոքացնելու, ես նշում եմ ենթադրյալ, քանի որ իշխանության ներկայացուցիչները երբեք չեն ասել, որ այդ հիբրիդային պատերազմը Ռուսաստանն է վարում, ավելին, տեսանք, որ Ալեն Սիմոնյանին անգամ երբ Լավրովը նման հարց ուղեց, ինքը այդ ժամանակ եւս այդ մասին չխոսեց։ Դե գիտեք ոնց է, նայեք, այս իշխանությունները վարքագիծը մոտավորապես դա այն Արշակ երկրորդ շապուի վարքագիծներ հայտնի, Երևանում ոնց որ իրանց հողի վրա մի այլ բան են ասում, հենց ընկնում են Մոսկվայի դռները, այնտեղ լրիվ երաժշտությունը փոխվում է։ Դա թողնենք մի կողմ։ Այն, որ այս իշխանությունները փորձում են օժանդակել արևմուտքին այս տարածաշրջանի թուլացնել, ընդհուպ մինչև չեզոքացնել եւ լարել Ռուսաստանին, դա էլ է այսպես ասած բոլորի համար պարզ։ Սակայն դրա հետ միասին իրենք ակնհայտ է, որ վախենում են անել կտրուկ հակառուսական քայլեր։ Չնայած դանդաղ տանում են այդ ուղղությամբ, հայտարարություններ են անում, փորձում են զգալ ռեակցիան, փորձում են շահել ժամանակ, որովհետև բոլոր կողմերը հասկանում են, որ Ռուսաստանի վարքագիծը կախված է ուկրաինական հակամարտությունից։ Հիմա այս պարագայում իրենք նաև փորձում են արևմուտքի աչքում ցույց տալ, որ իրենք գիտեք ոնց է, իրենք այստեղ վարում են հակառուսական քաղաքականություն ու ըստ դրա իրենք են հանդիսանում արևմուտքի հույսը, որ եթե իրենք չլնեն, այստեղ կգան պրոռուսական ուժեր, միանգամից, այսպես ասած, այլ քաղաքականություն կվարեն, կփակեն Տրամպի ուղին եւ այլ, այսպես կհրաժարվեն բոլոր։ Այսպես ասած, իշխանությունները կարողացել են արևմուտքին մատուցել այդ սցենարը։ Եվ դրանով է պայմանավորված, որ եվրոպական մասնավորապես մի շարք կառույցներ, այո, այստեղ ոնց որ ուրեմն գործել են Մոլդովայում, մի շարք այլ երկրներում, փորձելու են գործել այդ նույն սցենարից ելնելով։ Ընդ որում, նայեք, իրենք ոնց որ ասենք Մոլդովայում գործող իշխանություններին տվել են քարտ բլանշ, այսինքն ինչ ուզում է սարա։ Մենք էլ երբեք անցյալի նման չենք հայտարարի, որ սա խախտում է, սա այսպես ասած բռնաճնշում է, սա անթույլատրելի է, ինչ ուզում է սարա, մենակ պահի իշխանությունը եւ պահի հակառուսական վեկտորը։ Այն նույնը տեղի է ունենալու ուրեմն Հայաստանում։ Այս իշխանությունները ինչ ապօրինություն եւ բռնաճնշում անեն, եթե առաջ սրանից 10-20 տարի առաջ դրա 10%-ը անեին նախկինները, ոնց էին այդ կառույցները ոռնում, ուրեմն բազմաթիվ ավել անեն, այդ կառույցները ոչ միայն չեն նկատելու, այլ պաշտպանելու են գործող իշխանություններին։ Այս է սա նշանակում։ Այսինքն ինչ տեղի ունենա աչք են փակելու եւ դա միանշանակ, այո, դա միանշանակ է։ Այսինքն ներկայիս ընդդիմադիրները չունեն այդ հնարավորությունները նախկին անցյալի ընդդիմադիրների պես եվրոպական կառույցներին ունենալու որպես դաշնակից։
Եվ դուք նախկինում էլ ասում եք, որ քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայի խնդրով է զբաղված, այդ թվում Հայաստանում իր առջև իշխանություն փոխելու խնդիր չի դնելու, չնայած հակառակ թեզը մեր հանրությանը տարբեր շրջանակներ այս օրերին ակտիվորեն մատուցում են, եւ քանի որ Ուկրաինայում հակամարտության արագ ավարտը չի նշмарվում, առաջիկա ամիսներին էլ մեծ հավանականությամբ դա տեղի չի ունենա, կարող ենք փաստել, որ Մոսկվան շարունակելու է Փաշինյանի վերարտադրության մասով առնվազն լոյալություն պահպանի, թե որոշակի դիրքորոշման փոփոխություն այնուամենայնիվ տեղի կունենա։ Նայեք, գլոբալ առումով մի անգամ էլ կրկնեմ։ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։ Ընդ որում, հենց Ուկրաինան, եթե մենք ուսումնասիրում ենք վերջի 30 տարվա քաղաքական գործընթացները, այնտեղ երևում է, որ Ռուսաստանը, այսպես ասած, փափուկ ուժ կամ ոնց որ դա հիմա են ասում, խելացի ուժ կիրառելու փորձ եւ հմտություններ չունի։ Դրանով է պայմանավորված, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայում ինքը վարում է ոչ թե հիբրիդային պատերազմ, այլ ինքը վարում է դաժան արյունալի պատերազմ։ Եթե ինքը ընդունակ լիներ իրական հիբրիդային պատերազմի, մենք այսօր չենք տեսնի Ուկրաինայում արյունալի պատերազմ։ Հիմա առավել եւս այլ տեղերում, վերջի վերջո Ուկրաինան դա իր համար ոնց որ, գիտեք ոնց է, լրիվ այլ օպերայից էր։ Դա մի ահռելի եւ այս կողմի եւ այն կողմի մասայի համար ոնց որ միևնույն ազգը լինեին, առավել եւս ռուսական մշակույթ, լեզու եւ այլն։ Հիմա, այսինքն այդ առումով դուք մնացած տեղերում էլ վստահ եղեք, որ ինքը ոչ թե վարելու է հիբրիդային պատերազմ, ինքը եթե վարելու է իրական պատերազմ։ Այսինքն ոչ թե Հայաստանում դուք տեսնեք հիբրիդային ինչ-որ գործընթացներ, եթե ինքը ռեալ ուզենա իշխանափոխության, այլ Հայաստանի սահմանին տեսնեք երկրորդ անգամ 11-րդ կարմիր բանակը։ Այս խաղի կանոնները հստակ պետք է պատկերացնել, ոչ թե ընկնել մանկամտության գիրկը։ Օրինակ ընդ որում սրանից առաջ էլ հիշեք 2008 թվականին Վրաստանը։ Ինչա Վրաստանում ինքը հիբրիդային էր վարում։ Չէ, տանկերը կանգնել էին Թիֆլիսից 40 կիլոմետր հեռավորության վրա եւ կարողացավ մի 2 կտոր պոկել։ Ռուսաստանի քաղաքականությունը դա է։ Հիբրիդային պատերազմ վարել չգիտեն։ Չէ, դե հիմա ասում եմ, նայեք, երկար ժամանակ դա կոչվում էր փափուկ ուժ, որը հիմա փոխարինված այլ տերմինով խելացի ուժ, որտեղ փափուկ ուժից անգամ իրենց հեղինակներ հրաժարվեցին։ Հիմա Ռուսաստանը դա այդ մոդելը, դա իր մոդելը չի։ Իր մոդելը դա 11-րդ կարմիր բանակն է, որը կարան տարբեր անվանումներ ունենալ եւ տարբեր տեսք։ Վրաստանը, Ուկրաինան ձեզ օրինակ։ Դրա համար Հայաստանի իշխանությունները այս պահի դրությամբ, գիտեք ոնց է, եթե իրենք մտածում են, որ վարվում է հիբրիդային պատերազմ եւ իրանք էլ կարողանում են դիմագրավել, դա մի քիչ, ոնց ասեմ, սեփական քաշը մեծացնելու ինչ որ ցանկություն է։ Մանկամտության դրսևորում։ Այո, իրական հիբրիդային պատերազմ, որտեվ ասում նորից եմ բացատրում, Ռուսաստանը չունի այդ փորձը, չունի այդ ավանդույթը։ Իսկ այլ եթե ինքը որոշում է մտնել տարածքներ, մտնում է բանակը։ Եվ պարոն Կիրյան, վերջերս քրեական գործ հարուցվեց վեհափարի նկատմամբ, որի շրջանակներում արգելվեց նրա ելքը Հայաստանից ու փաստացի Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսական ժողովը եպիսկոպոսական հավաքի վերածվեց։ Ըստ ձեզ արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից բացառապես ուժի ցուցադրություն էր, թե նա հասկացնում էր, որ անհրաժեշտության դեպքում կգնա նաև վեհափարի ձերբակալությանը եւ որևէ բանի առաջ այս հարցում նա կանգ չի առնում։ Ձեր ասածը մեկը մեկին չի հակասում։ Եթե խորանա, այդ մարդը ընդունական ամեն ինչի։ Այս պահի դրությամբ փորձ էր կատարվում, այո, Ավստրիայի եպիսկոպոսած հավաքը խափանել։ Սակայն այդ հավաքը կայացավ, ընդունեցին հայտարարություն, բավականին կոշտ, եւ Նիկոլ Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը։ Ընդ որում, նայեք,
ես սրա մասին բազմաթիվ անգամ էլի բացատրել եմ, ընդունենք, որ հանրապետականը եւ իր մանկլավիկները, որ մշտապես ասում են, որ իրանք իշխանություն չեն հանձնել, իրանցից վերցրել են, հզոր թե որ ուժերը, պատկերացնենք ճիշտ են, ապրիորի ճիշտ են։ Դա ցույց է տալիս, որ եթե այն ժամանակ 18 թվականին այդ մարդիկ Գարեգին երկրորդի 10%-ի չափ դիմադրեին, իրանք մինչ օրս կլինեին իշխանության։ Նա հիշում եք, բոլոր տեղերում իրանք էին ասում, քաղաքապետ Տարոն Մարկան։ Մի հատ գոռացին, տեղում վազեց հրաժարական տվեց։ Այսօր այդ նույն հանրապետականը ինչ-որ տրեյնինգներ են, չէ, անցկացնում, ասենք երիտասարդների համար։ Հա, քաղաք, դուք ինչ տրեյնինգ կարաք, դուք լավագույն դեպքում կարաք տրեյնինգ անցկացնել, ոնց հանձնել իշխանությունը։ Ռուսերեն կոչվում է «Как просрать власть»։ Ոնց քաք մեջ անել իշխանություն, հասկանում եք։ Դուք հասկացեք, ուրեմն հանրապետականները պետք է հավաքեն այդ երիտասարդներին, ինձ պապաներով, տատաներով, մնացածով գնան Գարեգին երկրորդին, ասեն Գարեգին երկրորդ ջան, մեր համար տրեյնինգ անցկացրա, թե ոնց կարողանանք դիմադրել։ Այ Գարեգին երկրորդը, եթե իրանց համար տրեյնինգ անցկացի, դա տրամաբանական է, մարդը այսքան ժամանակ ցույց է տալիս, չէ, էլ թիմակիցներին ձերբակալեցին, էլ բարեկամներին ձերբակալեցին, էլ իր նկատմամբ քրեական գործ, բացահայտ հայտարարեց, որ կարակ ինձ նստացնել է էլ։ Հասկանում եք։ Որ մարդը ցույց է տալիս, այդ թե ոնց կարելի է պահել իշխանությունը։ Դրա համար ասում եմ, հանրապետականները ոչ թե պետք է երիտասարդների համար անցկացնեն տրեյնինգներ, իրանք հավաքվեն, բոլորով գնան Գարեգին երկրորդին խնդրեն, որ իրանց համար անցկացրի տրեյնինգներ։ Եվ քանի որ հանրապետականից խոսեցիք, պարոն Կիվիրյան, ընտրությունների մասով այս քաղաքական ուժը այսպես խորհրդավոր լռություն է պահպանում, ինտրիգը չեն բացում, մասնակցելու են ընտրություններին թե ոչ, նշում են, որ դեռևս հստակ որոշում չունեն այս մասով։ Ինչով եք սա բացատրում եւ ինչ կտա հանրապետականին, օրինակ ընտրություններին չմասնակցելը, քանի որ հիշում ենք, թե 18-ին, թե 21-ին անցողիկ շեմը չէին հաղթահարել ու վերջին անգամ ազգային ժողովում բացառապես իրավունքի ուժով կարողացան հայտնվել։ Դե գիտեք ոնց է, անցած անգամ դուք ճիշտ նկատեցիք, կարողացան գտնել մի անձի Վանեցյան Արթուրի վրա, որի ուսերին հեծնած իրանք կարողացան մտնել ազգային ժողով։ Այս պահին ակնհայտորեն իրանք այդ փնտրտուքի մեջ են, թե ում գտնեն, որ այսպես ասած ուսերին հեծնած կարողանան մտնել ազգային ժողով։ Որտեղ այլ պարագայում իրենց տոկոսը կլինի այնպիսի խայտառակ, որ ակնհայտ կլինի, որ անգամ իր կուսակցության տնեցիները, բոլոր տնեցիները իրանց ձայն չեն տվել։ Դա շատ խայտառակ պատկեր է լինելու։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն էլ է դա հոյակապ հասկանում, եւ իմ պատկերացմամբ, եթե Սերժ Սարգսյանի մոտ ստացվի իր, այսպես ասած, ոչ հրապարակային գաղտնի կվադրոբերներից ինչ որ անձանց տարբեր թիմերում տեղավորել են, ոնց է կակուն չէ, տարբեր բների մեջ ձվեր աճացնում, այ նույն ու ասենք մի 5-6 հոգու անցկացնի նման ձևով ազգային ժողով, ինձ թվում է ինքը կհամարի իրեն մեծն գրոսմայստեր։ Այսինքն չեք բացառում, որ հանրապետականը իր դեմքով առհասարակ որոշի չմասնակցել իհարկե չեմ բացառում։ Եթե չգտնեն հերթական Արթուր Վանեցյան, եթե Գագիկ Ծառուկյանի հետ են բանակցությունների մեջ նայեք, եթե ասում եմ գտնեն ինչ որ Արթուր Վանեցյան, կարող է եւ մասնակցեն։ Եթե չգտնեն, զուտ մնան իրանք իրենցով, ապա ինձ թվում է իրանց համար էլ է պարզ, որ իրանք շատ խայտառակ պատկեր են գրանցելու եւ կփորձեն դրանից խուսափել ուղղակի, որ հետո ասեն, բա գիտես ոնց է, մենք որ մասնակցենք այ ախպեր գրավել ենք։ Կանենք։ Հա, այնա, հասկանում ես, մենք ենք որ կանք։ Եթե չգտնեն, ինձ թվում է զերծ կմնան ու կկիրառեն այդ իմ ասած սցենարը, որ Սերժ Սարգսյանը որոշակի իր, այսպես ասած, գաղտնի կվադրոբերներից ոմանց տարբեր բների մեջ տեղավորելով փորձի անցկացնել։ Շնորհակալ եմ, պարոն Կիվիրյան։ Դե շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Կհանդիպենք։